Դետոքս, նիհարացման թեյեր, Օզեմպիկ 21-րդ դարում կարելի է հավատալ, չհավատալ, եւ ինչպես եք դուք որպես արհեստավարժ մարդիկ պայքարում դրա հետ, համոզելով մարդկանց, որ նիհարելու համար պետք է ճիշտ սնվել, մարզվել ճիշտ, ոչ թե սրսկվել կամ թեյ խմել, պարկել բազմոցին եւ սпасել երբեք նիհարելու։ Մարդկա ուղղակի հեշտ տարբերակն է ընտրում։ Իսկ այդ Օզեմպիկը համարվում է հեշտ տարբերակ։ Իրականում շաքարային դիաբետիկների համար է ցուցված եւ այո, շատ ռիսկային եւ լուրջ խնդիրների դեպքում, երբ որ ճարպակալումը կարող է կրիտիկական լինել, այդ դեպքում ստեղծվել է այդ դեղը։ Եկեք դետոքս ինչ որ նիհարեցնող թեյերի եւ ինչ որ բանի կողքը չդնենք Օզեմպիկին։ Так. Որովհետեւ Օզեմպիկը Վնասակար է։ Ոչ, որովհետեւ Օզեմպիկը անցել է բոլոր հետազոտությունները, որոնք որ պետք է անցներ։ 21-րդ դարում մեզ տվել է պրեպարատ, որով մենք կարող ենք պայքարել։ Որը մենք սխալ ենք օգտագործում։ Դե նայածով։ Հստակ ասեմ, որ Օզեմպիկը չի կարելի օգտագործել նիհարելու համար, ով որ չունի ճարպակալում եւ դա հստակ որ մենք հնչեցնենք։ Միանշանակ։ Չէ, որովհետեւ դուք հիմա ասում եք, հիմա որ դուք ասում եք կարող է 10 հոգու մոտ, դա 1000 չի, մարդիկ մտածեք անգամ դիետոլոգին ասում, ոչ, չի կարելի, ոչ մի պրեպարատ առանց բժշկի նշանակման։ Չի կարելի։ Իհարկե չի կարելի։